Իրոք այդպես է, ոնց ասեցիք, շատ վատ դիրքորոշում ունեմ այն մարդկանց մասին, ովքեր որ այսօր իրենց թույլ են տալիս, չի ասի անշնորհք, հային ոչ հարիր, բառակապակցություններ, խոսակցություններ, մի բան էլ ասեմ, իսկ ով է իրանց իրավունք տվել, ոչ սահմանադրությամբ այդ իրավունքը ինքը ունի եւ ոչ էլ մարդկային տեսակետից, էլ չեմ էլ ասում որպես տղամարդ, չեմ էլ ուզում անունները տամ, հայոց եկեղեցին միշտ եղել է, կանգուն մնալու է, իրանք գնալու են, իրանց նման շատերն են եկել, գնացել, նույնիսկ չեմ ուզում որևէ մեկի հետ համեմատեմ, ինչ վերաբերվում է հայոց եկեղեցու մաքրության եւ իր կանոնակարգին, այդ մենք չի, որ պետք է որոշենք։ Իսկ որոշ տգետներ էլ որ պատմություն չգիտեն, այսօր ավել պակաս բաներ են խոսում։ Ես իբան գիտեմ, իհարկե եկեղեցու կարգ կանոնին չի վերաբերում, բայց շատ թե քիչ պատմություն գիտեմ, հայոց եկեղեցու վեհերը նախկինում ունեցել են ընտանիք, ամուսնացած են եղել, մինչև Գրիգոր Լուսավորչի թոռը։ Ուղղակի հետագայում այդ փոփոխությունները էլ է, որպեսզի ավելի բարձր մակարդակի տեր վեհեր լինեն եւ այդ կանոնակարգը ընդունվել է։ Հիմա դա ով ոնց է պահում, ինչ իրանք չպետք է որոշեն։ Ոչ փաստեր ունեն, ոչ հիմքեր ունեն, այն իրանց բառերն չեմ ուզում կրկնեմ, ինչ օդում կախված, չգիտեմ ինչ։ Ինքն էլ ասում էր Հայաստանը, չգիտեմ, էսա, այնա, թալանը հետի բերեմ, Ղարաբաղը Հայաստանը եւս պահեց, սահմանադրությամբ ամենամեծ հանցագործությունը ինքն է կատարել, բարոյական իրավունք չունի մեր վեհապարին որևէ բան ասի։ Էջմիածինը ընդունում է, հայ ժողովուրդը ընդունում է, նա շատ ավելի բարձր է, քան ինքը իր աթոռով ու իր կոչումով։ Ես իրոք եկել եմ մեր եկեղեցունի պաշտպանություն եւ խորհուրդ կտամ ավելորդ արտահայտություններ չանեն։ Ես ինձ թույլ չեմ տալի, կարամ իրանց բառապաշարով արտահայտվեն, ուղղակի ես երբեք չեմ համեմատվում իրանց, ճիշտ է, ինքը շատ է ուզում ինչ-որ նախագաների հետ համեմատվի բան, չի կարա, ինքը այդ բարձրությանը չի կարա հասնի, իսկ հայոց վեհապարին ընդհանրապես թող հեռու մնան մեր եկեղեցուց։ Հասկանալի, շնորհակալություն։